Կառավարությունն ապրիլից կրճատում է տեղահանված արցախցիներին տրվող 50,000 դրամի աջակցության ծրագիրը։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված Դեռ անցած տարեվերջին էր գործադիրը որոշել։ Ապրիլից մինչև հունիս աջակցության չափը դարձնել 40,000 դրամ, հուլիսից դեկտեմբեր արդեն 30,000 դրամ։ դեմ չկա, որոշումն ընդունված է։ Բայց այս աջակցությունից ի տարբերություն գործողի սահմանափակ թվով տեղահանվածներ են օգտվելու։ Միայն անչափահասները կամ 18 տարին լրացած, բայց բարձրագույն կրթություն ստացող քաղաքացիները, 63-ից բարձր տարիքի անձինք, կերակրողին կորցրածներն ու առաջին ու երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցողները։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործողին զուգահեռ ավելի փոքր գումարի չափով ու գրեթե 9 անգամ ավելի քիչ շահառուներ ընդգրկող նոր աջակցության ծրագիր է մտադիր ընդունել։ Այն նախատեսված է 11,430 անապահով տեղահանվածի համար։ Հանրային քննարկման դրված նախագծով պետությունն առաջարկում է 40,000 դրամ աջակցություն տալ ընտանիքի միայն մեկ անդամի, իսկ մյուսներին 10,000։ Տեղահանվածներից ոմանք արդեն հասցրել են ծանոթանալ 3 հանրային քննարկման դրված նախագծին։ Ստեփանակերտից Գոհար Հայրյանի ընտանիքը տարակուսած է, ինչ են անելու մարտից հետո, երբ զրկվեն աջակցության մեծ մասից։ Հաշվել է 8 հոգանոց ընտանիքը ներկայիս 400,000 դրամի փոխարեն ապրիլից 110,000 դրամ է ստանալու։ Դրանով ոչ մի արցախցի չի կարա տան բարձ տա, կոմունալ տա, սնունդ իր ապահովից չի կարա։ Քանի որ նայա տուն կա 2 հոգի են։ Դավարձը ոնց տա, ոնց կոմունալ մուծի։ Ընտանիքում միայն ամուսինն է աշխատում։ 43-ամյա կինն ասում է, աշխատավարձով ընտանիքի սննդի ու երեխաների դպրոցական ծախսերն են մի կերպ կարողանում հոգալ։ Իսկ պետության տված 50,000 աջակցությամբ տան վարձը, կոմունալները ու դեղերի գումարներն են վճարում։ Այլ ծախսերի դեպքում ընտանիքը խնդրի առաջ է կանգնում։ Երեխաներից 2-ը հաշմանդամություն ունեն։ Մեծ տղես հիվանդացավ, արի հիվանդանոց, ոչ փախստականի կարգավիճակը օգնեց, ոչ Արցախից տեղահանված որպես չեմ, գնացի հիվանդանոց, մուծումները պիտի անես սաղ, փաստ էնա, որ ես էլ եմ հիվանդացել, երկրորդ տղես էլ հիվանդ, բազմիկ չեն կարողանում գնանք։ Համացանցում բազմաթիվ են դժգոհությունները։ Նախագիծը բոյկոտելու վերաբերյալ միայն մեկ հրապարակման տակ դրա դեմ արտահայտվել է գրեթե 1700 օգտատեր։ Այս ամբողջ ընթացքում այն հանրային աղմուկը, որ բարձրացվել էր, որ 40+10 ծրագիրը պետք է լինի շարունակական, փորձում են որպես այլընտրանք ներկայացնել այս ծրագիրը, որը իհարկե շատերի համար անընդունելի է։ Սոցհապի նախագծի դեմ համացանցում բոյկոտի ակցիա սկսած Լիաննա Պետրոսյանը կարծում է 50,000 աջակցության ծրագիրը կառավարությունը պետք է պահպանի բոլոր տեղահանվածների համար։ Արցախցի հասարակական գործիչը հիմնավորում է, նրանց մեծ մասը վարձով է ապրում ու փաստացի անապահով է։ Հենց կառավարության պատասխանատուների կողմից բազմիցս հնչել են արտահայտություններ, որ այս ծրագրերը պետք է բնակ վարձի տրամադրման կեցության կացության ծախսերը հոգալու գումարները պետք է տրամադրվեն այնքան ժամանակ, քանի դեռ մարդիկ տանիքով չեն ապահովել։ Բայց մենք տեսնում ենք, որ բնակապահովման ծրագիրը մեկնարկել է մայիսին 24 թվականի առ այսօր հայտարարակ թվեր են, ցուցանիշներ են, իսկ դրան հակակշիռ որևէ այլ ծրագիր չկա։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում չեն հասկանում քաղաքացիների դժգոհության պատճառը։ Ժողովրդագրության և ընտանիքի սոցիալական երաշխիքների վարչության պետ Արտակ Հարությունյանը շեշտում է, թե սա լրացուցիչ աջակցության ծրագիր է, որից օգտվելու հնարավորություն կարող են ունենալ գործող աջակցությունից զրկված որոշ քաղաքացիներ։ Ապրիլի 1-ից լրացուցիչ այն ընտանիքները, ովքեր չեն շարունակի ստանալ, ամեն անձինք, ովքեր չեն շարունակի ստանալ գործող այդ 40,000 դրամը, եթե այս շահմանում բավարարեն այս անապահովության շեմին, լրացուցիչ այսքան գումար։ Հրապարակ խնդիրներ լուծելու համար։ Նախարարության պաշտոնյան պնդում է, թե պետությունը պատրաստվում է այլ աջակցության ծրագրեր ևս իրականացնել, առանց հստակեցնելու, թե ինչ ծրագրեր են լինելու, ինչ ժամկետներով ու քանի շահառուի համար։ Մարդկանց ակտիվացնելու, աշխատանքի տեղավորելու կամ ինչ որ բաներ նորից մտածում են։ Տեղահանված արցախցիները դժգոհում են նաև կառավարության մեկ այլ բնակարանային ապահովման ծրագրից։ Դրանով ընտանիքի ամեն մի անդամին 4 միլիոնից մինչև 5 միլիոն դրամ են առաջարկում տուն գնելու կամ կառուցելու համար, սակայն շատերը դժվարանում են այդ գումարով տուն գնել, անգամ սահմանամերձ գյուղերում։